1999 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Գորիսի ռազմական մարզանոցի արխիվներ, նրանք գտան մի փաթեթ, որը չէր պետք գոյություն ունենար։ 48 թերթ, բոլորը փակ ծրարում, վերնագրով Կ117, սահմանափակ հասանելիություն։ Փաստաթղթերը այնքան գաղտնի էին, որ նույնիսկ Պաշտպանության նախարարությունում միայն 3 հոգի իմանում էր դրանց մասին։ Բայց 1999 թվականի նոյեմբերի 12-ին, ընդամենը մի քանի օր անց, այդ փաստաթղթերը անհետացան առանց որևէ հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ թղթերը։ Երբ դուք հավատում եք, որ կռվում եք սեփական ժողովրդի համար, երբ հավատում եք, որ զոր յուրաքանչյուր ձեր որոշումը փրկում է կյանքեր, դժվար է պատկերացնել, որ ձեր իսկ սեփականները գրում են զեկույցներ ձեր վրա։ Որ յուրաքանչյուր հրամանը, յուրաքանչյուր խոսքյուր խոսքը, նույնիսկ յուրաքանչյուր դադարը երկխոսության ընթացքում գրանցվում է, վերլուծվում եւ ուղարկվում Մոսկվա կամ Երևան։ Ով էր այն մարդը, ով սովորեցրել էր սեփական ապագա սպաները, հետո նստել եւ գրել նրանց մասին այնպիսի բան, որը կարող էր ավարտել նրանց կարիերան։ Ով էր այն մարդը, ով իմանում էր, որ Արկադի Տեր-Թադևոսյանը պետք է մնա դաշտում, փրկել Արցախը, բայց նրա փոխարեն ընտրել էր քաղաքական առավելությունները։ Դուք պետք է հասկանաք մի բան, որը շատերը չեն ուզում տեսնել։ Սա պատերազմ չէր միայն ադրբեջանցիների դեմ։ Սա պատերազմ էր նաև սեփական համակարգի դեմ, որը ծնված էր խորհրդային ժամանակներում եւ շարունակում էր գոյատևել նախկին սովետական հանրապետություններում։ Համակարգ, որտեղ երիտասարդ գեներալները, ովքեր երբեք մարտերից դուրս չէին գալիս, առանց իրենց հանդերձանքին փոշու, գրում էին զեկույցներ այն մարդկանց մասին, ովքեր օրերով ապրում էին ախտանիշներում եւ դարանակետերում։ Համակարգ, որտեղ մարդու արժեքը չափվում էր ոչ թե հաղթանակներով, այլ այն նրբությամբ, թե որքան լավ էր նա կարողանում շարունակել ավանդույթները։ Եվ Արկադի Տեր-Թադևոսյանը, կոմանդոսը, այդ համակարգի համար երբեք ավանդական չէր եղել։ Պատկերացրեք, դուք մի պատերազմում ստեղծում եք ամենաարդյունավետ հատուկ ստորաբաժանումը։ Ձեր անունը դառնում է լեգենդար ոչ միայն ձեր զինվորների, այլև թշնամու շրջանում։ Ձեր մարտավարությունը սովորեցնում են ռազմական ակադեմիաներում, անգամ առանց ձեր անունը հիշատակելու։ Բայց նույն ժամանակ ձեր գրասենյակում, ձեր շտաբում, նույնիսկ ձեր ամենամոտ խորհրդատուների շրջանում նստում են մարդիկ, ովքեր ամեն երեկո լցնում են տողեր ձեր մասին։ Տողեր, որոնք փորձում են պատասխանել հարցերին. արդյոք նա չափազանց ինքնավստահ է։ Արդյոք նա չէր սկսում հավատալ սեփական լեգենդին։ Արդյոք նա ազատ է նախանձում սովետական հրամանատարության նկատմամբ։ Ում էր պետք այդ գործը։ Ով էր կարդում այդ զեկույցները եւ որոշում, թե երբ է պատշաճ կոմանդոսին հեռացնել հաղթանակի բեմից։ Ընդդեմ այս հարցերի պատասխանները պարտադիր չեն եղել գաղտնի։ 1995 թվականին, երբ Արցախի պատերազմը պաշտոնապես դադարեց, մի շարք նախկին խորհրդային սպաների անուններ հայտնվեցին զրույցներում։ Անուններ, որոնք երբեք չէին եղել առաջնագծում, բայց միշտ եղել էին հաշվետվությունների մեջ։ Անուններ, որոնք հետագայում զբաղեցնում էին բարձր պաշտոններ ուսումնական հաստատություններում եւ Պաշտպանության նախարարության գրասենյակներում։ Մարդիկ, ովքեր նախ ազատվեցին կոմանդոսի ենթակայությունից, ապա պաունից, ապա սկսեցին հարցնել. արդյոք կոմանդոսը չէր դարել չափից ավելի անկախ։ Արդյոք նա չէր դարձել վտանգ համակարգի համար։ Ով էին այդ անունները։ Ինչու նրանց նախանձում էր կոմանդոսի արարքը այնքան ուժեղ, որ նրանք պատրաստ էին նստել գաղտնի կաբինետներում եւ գրել զեկույցներ սեփական ժողովրդի հերոսի մասին։ Եվ ով էր վերջնական որոշումը կայացնող։ Այն որոշումը, որը փոխեց Արկադի Տեր-Թադևոսյանի ճակատագիրը։ Երբ դուք վստահում եք մեկին ձեր կյանքը, երբ այդ մարդը քեզ հետ է եղել բոլոր ամենադժվար պահերին, երբ նա երդվել է քո առջև պաշտպանել քո մեկ ու միակ տեսիլքը, դժվար է հավատալ, որ նույն մարդը կարող է ձեզ դավաճանել։ Բայց Արկադի Տեր-Թադևոսյանի պատմության մեջ տեղի ունեցավ ամենահինավուրց դավաճանությունը, այն, որը գալիս է սեփականից։ 1993 թվականին, երբ Արցախի հատուկ ստորաբաժանումները հասան իրենց ամենամեծ հաջողություններին, մի փոքր խումբ սպաներ հանդիպեց Ստեփանակերտում։ Դա պաշտոնական հանդիպում չէր, անգամ կոմանդոսը չգիտեր դրա մասին։ Նրանք հանդիպեցին մի մասնավոր բնակարանում, որտեղ քննարկեցին ապագա մարտավարությունը։ Բայց իրականում նրանց հարցերը չէին վերաբերում մարտերին, այլ կոմանդոսի ազդեցությանը։ Արդյոք նա չափազանց մեծ էր դառել։ Արդյոք նրա անունը չէր սկսում ստվերել նույնիսկ Երևանում նստող ավագ գեներալներին։ Եվ ամենակարևորը, արդյոք պետք էր կարգավորել իրավիճակը։ Նրանցից մեկը Պաշտպանության նախարարության աշխատակից էր, մի մարդ, ով իր կարիերան սկսել էր որպես կոմանդոսի ենթական, սովորել էր նրա մարտավարությունը, անգամ գրել էր տեսական հոդվածներ նրա մեթոդների մասին։
Բայց այժմ նա նստել էր այդ սենյակում եւ խոսում էր այնպես, որ հստակ էր, նա չէր ուզում լսել կոմանդոսի հաջորդ հաղթանակի մասին։ Նրա խոսքերը պտտվում էին համակարգի կայունության շուրջ, հրամանատարության պահպանման եւ ավանդույթների հարգանքի մասին։ Առաջին զեկույցը գրվեց 1993 թվականի հոկտեմբերի 33-ին։ Այն ուղարկվեց Մոսկվա եւ Երևան, նախատեսված երկու հասցեատերերի համար՝ ԼՂԻՄ-ի եւ Հայկական անվտանգության ծառայության ներկայացուցիչներին։ Զեկույցում գրված էր, որ Արկադի Տեր-Թադևոսյանը դարձել է չափից ավելի անկախ, որ նրա հրամանները երբեմն հակասում են ընդհանուր մարտավարությանը եւ որ նա մերժում է համագործակցել կենտրոնական հրամանատարության հետ։ Սա սուտ էր, բայց ինչու էր այդ մարդը գրել այդպես։ Պատասխանը պարզ էր՝ նախանձ։ Կարող եք հասկանալ, թե ինչպես է զգում մի մարդ, ով տասնամյակներ անց հայտնաբերում է, որ նրա մասին գրվել են տասնյակ զեկույցներ, որ իր ամենահաջողված օրերին, երբ նա կանգնած էր մարտական դաշտում եւ պլանավորում էր հաջորդ գործողությունները, մեկ այլ մարդ նստած էր գրասենյակում եւ փորձում էր հավաքել տեղեկություններ նրա թերությունների մասին։ Եվ որ այդ մարդը, ով երբեք չէր խաղարկել իր կյանքը մարտում, այժմ որոշում էր նրա ապագան։ Բայց այն, ինչը սարսափելի է, այն չէր միայն մեկ մարդը։ Դա ամբողջ ցանց էր։ Սպան էր, քաղաքական խորհրդատուն էր, անգամ Երևանում նստող իրավաբանական վերլուծաբաններ, բոլորն էլ մաս էին կազմում այս համակարգի։ Նրանք չէին խոսում կոմանդոսի մասին բարձրաձայն, բայց գիշերները, երբ հանրությունը քնած էր, նրանք հավաքվում էին խորհրդակցությունների եւ գրում էին նոր զեկույցներ։ Հարց. Ինչ էին նրանք ակնկալում։ Արդյոք նրանք կարծում էին, որ կոմանդոսին հեռացնելով կարող էին ստեղծել սեփական լեգենդները, թե պարզապես չէին կարողանում հանդուրժել, որ մեկ ուրիշը ավելի հաջողված էր նրանցից։ Այս խողովակներին միջոցով անցավ տեղեկատվություն, որը հետագայում վերածվեց որոշումների։ 1998 թվականին կոմանդոսը հեռացվեց հրամանատարության պաշտոնից։ Պաշտոնապես պատճառը վերակազմավորում էր։ Իրականում այն այդ զեկույցների արդյունք էր, այն նախանձի արդյունքը, որը տարիներ շարունակ կուտակվել էր տառապանք նախկին գործընկերների մեջ։ Ո՞վ է այժմ պատասխանատու այդ որոշման համար։ Եվ արդյոք այդ մարդիկ երբևէ պատասխան կտան իրենց գործողությունների համար։ Երբ մարդը սկսում է կասկածել բոլորին, երբ ամեն հայացքը թվում է թաքնված մտադրություն, երբ ամեն լռություններում նա լսում է մտածանք սեփական մասին, դա կարող է երկու բան նշանակել. կամ նա դառնում է պարանոիկ, կամ նրան իրոք դիտում են։ Արկադի Տեր-Թադևոսյանի դեպքում երկրորդը ճիշտ էր։ 1995 թվականից սկսած, երբ կոմանդոսը ֆորմալ կերպով հեռացվեց հատուկ ստորաբաժանումների հրամանատարությունից, նրա կյանքը դարձավ շարունակական դիտարկումների օբյեկտ։ Դա չէր պաշտոնական հետևում, ոստիկանության կամ անվտանգության ծառայությունների կողմից։ Դա անձնականն էր։ Նախկին գործընկերներ, ովքեր այժմ զբաղեցվել էին պաշտոններ հանրապետական կառույցներում, հետաքրքրված էին իմանալու, արդյոք կոմանդոսը լռում է, թե պատրաստվում է պատմել իր պատմությունը։ Ամեն անգամ, երբ նա երևում էր հանրային տեղում, ամեն անգամ, երբ նա խոսում էր լրագրողների հետ, ամեն անգամ, երբ նա հանդիպում էր հին ընկերների կամ նախկին զինվորների հետ, տեղեկություններ հասնում էին ճիշտ այն մարդկանց, ովքեր վախենում էին նրա խոսքերից։ Նրանք չէին ուզում, որ կոմանդոսը խոսի իրենց մասին։ Չէին ուզում, որ նա բացահայտի այն զեկույցները, որոնք գրել էին նրանց մասին։ Չէին ուզում, որ հասարակությունը իմանա, թե ով էր դավաճանել սեփական հերոսին։ Պատկերացրեք, դուք ապրում եք հանրապետությունում, որտեղ դուք հերոս եք հազարավոր մարդկանց համար, բայց վախենում եք պատմել ճշմարտությունը, քանի որ գիտեք, այդ ճշմարտությունը կարող է վտանգել ձեզ։ Սա չէր ֆիզիկական վտանգ։ Կոմանդոսը վաղուց հեռացել էր պատերազմից։ Սա մեկ ուրիշ տեսակի վախ էր։ Վախ այն բանից, որ ամեն ինչ, ինչին նա հավատացել էր, յուրաքանչյուր մարդ, ում նա պատվել էր, բացահայտվեր որպես դավաճան։ Յուրաքանչյուր զրույցում, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ստուգում էր խոսքերը։ Ո՞վ է լսում։ Ո՞վ է պատմելու հետո։ Ո՞վ է գրելու զեկույց այս մասին։ Սա կյանք չէր, սա սպասումն էր։ Սպասումն այն պահին, երբ մեկը վերջապես սխալ կանի եւ ամբողջ համակարգը կբացահայտվի։ Բայց դա երբեք չպատահեց։ 2005 թվականին, երբ մի պատմաբան փորձեց հասանելիություն ստանալ ԼՂԻՄ-ի արխիվներին կոմանդոսի մասին, նրան հրաժարվեցին։ Պատճառը՝ գաղտնիություն։ 2012 թվականին, երբ մեկ այլ հետազոտող դիմեց Հայկական անվտանգության ծառայություններին, նրան պատասխանեցին, որ փաստաթղթերը կորել են։ Ինչպես կարող են կորել փաստաթղթեր, որոնք այդքան կարևոր էին համակարգի համար։ Պատասխանը պարզ է. դրանք չեն կորել, դրանք թաքցվել են։ Այդ փաստաթղթերում անուններ կան։ Անուններ, որոնք այժմ բարձր պաշտոններում են։
Անուններ, որոնք զբաղվում են կրթությամբ, քաղաքականությամբ, անվտանգությամբ։ Այդ անունները պետք է երբեք չբացահայտվեն, քանի որ դա կփոխի ամբողջ պատկերացումը հայ հասարակության մեջ։ Կտեսնեն, որ պատերազմը չէր միայն ադրբեջանցիների դեմ, այլ նաև ներսում, որ ամենամեծ դավաճանությունը եկել է ներսից, այն մարդկանցից, ովքեր պետք է պաշտպանեին կոմանդոսին։ Արդյոք երբևէ կիմանանք այդ անունները։ Արդյոք համակարգը երբևէ բերբևէ բացահայտելու է սեփական մեղքերը։ Թե այդ փաստաթղթերը կմնան թաքնված մինչև այն պահը, երբ բոլոր մասնակիցները մեռնեն, եւ ճշմարտությունը դառնա պարզապես պատմություն, առանց պատասխանատվության։ Ինչպես է զգում կինը, երբ իր ամուսինը վերադառնում է տուն, հոգնած ոչ թե մարտից, այլ սեփական մտքերից, երբ նա նստում է սեղանի շուրջ եւ լռում է ողջ երեկո։ Երբ նա արթնանում է գիշերներով եւ նայում պատուհանից, որպես թե սպասելով, թե ով է դիտում նրանց տունը։ Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքը գիտեր այդ զգացումը։ 1998 թվականից հետո, երբ կոմանդոսը հեռացվեց հրամանատարությունից, նրա տունը դարձավ ոչ թե ապաստան, այլ մեկ այլ դիտարկման կետ։ Դա տեղի ունեցավ աստիճանաբար, բայց անխուսափելի։ Նախ տարօրինակ հեռախոսազանգեր, որոնք դադարում էին, երբ բարձրացնում էին խեին խոսափողը։ Հետո անծանոթ մարդիկ փողոցում, ովքեր կանգնած էին հենց նրանց տան դիմաց, առանց որևէ պատճառի։ Եվ վերջապես մի զգացում, որ ամեն խոսք, ամեն շարժում գրանցվում է ուրիշների կողմից։ Սա ոչ մի պաշտոնական հետևում չէր, բայց դա ավելի վատ էր։ Պաշտոնական դիտարկումը կարելի է բողոքել, կարելի է դիմել իրավական միջոցներին, բայց երբ դիտումը անկազմակերպ է, երբ այն գալիս է նախկին գործընկերներից, նախկին ժողովուրդներից, մարդկանցից, ովքեր երբեմն եղել են հյուրեր ձեր տանը, ինչպես պաշտպանվեց դրանից։ Ամենաթանկագին մարդիկ կոմանդոսի կյանքում սկսեցին նկատել, որ նրանց հետ խոսելիս նա ստուգում է շուրջը, որ նա խուսափում է հանրային տեղերում խոր զրույցներից, որ նա դադարել է վստահել նույնիսկ այն մարդկանց, ումով տարիներ շարունակ կիսել էր ամենաթաքնված մտքերը։ Կարող եք պատկերացնել, թե ինչպիսին է ապրել տանը, որտեղ չես կարող խոսել բարձրաձայն, որտեղ ամեն լուրջ զրույց տեղափոխվում է բակ կամ հեռու դաշտերի միջով։ Կարող եք հասկանալ այն ճնշումը, երբ ձեր երեխաները հարցնում են, ինչու են մարդիկ հետևում մեզ, եւ դուք չեք կարող պատասխանել, քանի որ պատասխանը չափազանց ցավոտ է։ Կոմանդոսի ընտանիքը փորձեց պահպանել նորմալության երևակայությունը, բայց դժվար է շարունակել նորմալ կյանք, երբ գիտես, որ քո ամուսինը, հայրը, եղբայրը փաստորեն ապրում է անընդհատ հսկողության ներքո։ Նա սկսեց խուսափել հին ընկերներից, ոչ թե որովհետև չէր ուզում տեսնել նրանց, այլ որովհետև չէր ուզում, որ նրանք տուժեն նրա պատճառով։ Եթե մարդը հանդիպում էր կոմանդոսի հետ, հաջորդ օրը կարող էր զանգ ստանալ սեփական աշխատավայրից, հարցաքննությամբ, թե ինչ էին քննարկել։ Կարող եք հասկանալ այդ ինքնամեկուսացման ցավը։ Երբ դու ինքդ քո կամքով հեռանում ես այն մարդկանցից, ովքեր քեզ սիրում են, որպեսզի չվնասես նրանց։ Սա ոչ թե ազատության ընտրություն է, սա ստիպված մեկուսացում է։ Եվ դա ամենաանարգալից վախն է։ Վախ այն բանից, որ քո գոյությունը դառնում է վտանգ սիրելիների համար։ Առավոտները կոմանդոսը արթնանում էր եւ դուրս էր գալիս տուն, ոչ թե որպեսի աշխատի, այլ որպեսի միայն մնա։ Նա քայլում էր ժամերով քաղաքի փողոցներով, մտածելով այն մասին, թե ինչ էր եղել նրա կյանքը եւ ինչ դարձավ այժմ։ Նրան տեսնում էին նախկին զինվորներ եւ նրանք բարևում էին նրան հարգանքով, բայց նա գիտեր, որ նրանցից մեկը հնարավոր է հաղորդում է ուրիշներին նրա տեղաշարժի մասին։ Որ մեկը։ Երբեք չէր իմանա։ Արդյոք կարող էր նա ապրել այլ կերպ։ Արդյոք կարող էր նա լռել նախկին ընկերների դիդավաճանության մասին եւ շարունակել սովորական կյանք։ Թե համակարգը երբեք թույլ չէր տա նրան լռել, քանի որ նրա լռությունը փաստորեն էր մեղադրանք նրանց բոլորի համար, ովքեր դավաճանել էին նրան։ Երբ երկխոսում է մարդը, ով տարիներ պահել է լռություն, ինչ որ բան փոխվում է սենյակում։ Օդը դառնում է ծանր, խոսքերը դանդաղում են, եւ յուրաքանչյուր նախադասություն թվում է, որ գալիս է խորը վերքից։ Մենք կարողացանք խոսել մեկի հետ, ով եղել է կոմանդոսի ընտանիքի շրջանում այդ ամենածանր տարիներին։ Նա համաձայնեց հանդիպման միայն մեկ պայմանով՝ չբացահայտել իր անունը, քանի որ նա դեռևս վախենում է։ Վախենում է այն մարդկանցից, ովքեր այդ ժամանակ գրում էին զեկույցներ եւ ովքեր այժմ ապրում են հանգիստ կյանքով։ Նա փոխվեց, ասում է այս մարդը, ձեռքերը դողում են նույնիսկ այժմ։ Ոչ թե արտաքինից, այլ ներսից։ Երբ նա խոսում էր, թվում էր, որ ամեն խոսք կշռում է, արդյոք այն կվնասի մեկին։ Նա դադարեց լինել ինքնավստահ հրամանատարը, ով միշտ գիտեր, թե ինչպես գործել։ Նա դարձավ փակված, կասկածամիտ, անընդհատ տագնապալի, եւ ամենավատն այն էր, որ նա իրավացի էր այդ կասկածներում։
Բայց ինչու պետք է հերոսը, ով փրկել էր հազարավոր կյանքեր, ապրեր կասկածի եւ վախի մեջ սեփական հանրապետությունում։ Պատասխանը կայանում է այն համակարգում, որը երբեք չի կարողացել հանդուրժել անկախ մտածողներին։ Կոմանդոսը չէր հավատում ավանդական հիերարխիային, նա հավատում էր արդյունքների։ Նա չէր հարգում պաշտոնները, նա հարգում էր արդյունավետությունը։ Եվ սա դարձավ նրա մեծագույն մեղքը համակարգի համար։ Ինչ է արժե պաշտոնը, եթե մեկ սպա առանց պաշտոնի կարող է արդյունավետ լինել, քան ամբողջ շտաբը։ Գիտեք, թե ինչն էր ամենավատը, շարունակում է մեր հարցազրույցավորը։ Նա սկսեց կորցնել հավատը մարդկանց նկատմամբ։ Նախկինում նա մտածում էր, որ եթե մարդը երդվել է, ապա նա կմնա հավատարիմ։ Բայց տեսավ, որ երդը ոչինչ չարժե, երբ կա հնարավորություն բարձրանալ գլուխ կոխելով։ Եվ այդ իմացողությունը սպանեց նրա մեջ մի բան, այն հավատը, որով նա ապրել էր ամբողջ կյանքը։ Հետո այս մարդը պատմում է մի դեպք, որը նա երբեք չէ մոռացել։ Մի օր, երբ կոմանդոսը տանն էր եւ նստած էր լռությամբ, մտավ նրա նախկին ենթականերից մեկը։ Մարդ, ով սովորել էր նրա մարտավարությունը եւ ում կոմանդոսը միշտ համարել էր որպես հոգեվոր որդի։ Այդ զինվորը եկել էր զգուշացնելու։ Նա պատմել, որ պաշտպանության նախարարությունում շարունակում են գրել զեկույցներ կոմանդոսի մասին, որ նրա ամեն հանրային հայտարարություն վերլուծվում է եւ որ որոշ մարդիկ փնտրում են հնարավորություն մեղադրել նրան ինչ-որ բանում։ Լռեք, ասել էր այդ զինվորը։ Պարզապես լռեք, քանի դեռ ուշ չէ։ Կոմանդոսը լսել էր, գլուխը կախել եւ հետո հարցրել մի բան, որը սարսափեցրել էր այդ զինվորին։ Եվ դու էլ գրել ես զեկույց իմ մասին։ Զինվորը ժխտել էր, բայց նրա ձայնը դողացել էր, եւ կոմանդոսը հասկացել էր, նա ստում էր։ Նույնիսկ այս մարդը, ում նա համարել էր որպես իր ամենահավատարիմ աշակերտը, մասնակցել էր այդ խաղին։ Արդյոք կարող էր կոմանդոսը մեղադրել նրան։ Համակարգը ստիպում էր բոլորին ընտրել։ Կամ դու հավատարիմ ես հնացած համակարգին, կամ դու թշնամի ես։ Հարցազրույցավորը շարունակում է. Այդ օրից հետո ես տեսա, որ նա փաստորեն մեռավ ներսից։ Նա շարունակում էր շնչել, պտտվել քաղաքում, խոսել մարդկանց հետ, բայց այն կյանքը, որ նա ուներ, կյանքը լիքը հուսով եւ հավատով մեռել էր։ Նա դարձավ մի մարդ, ով սպասում է վերջին հարվածին։ Արդյոք կոմանդոսը կարող էր փրկվել այդ անդունդից։ Արդյոք համակարգը երբևէ թույլ կտար նրան վերադառնալ եւ ապրել պարզ կյանքով։ Թե նրա ճակատագիրը արդեն կնիկված էր այն օրվանից, երբ նա համարձակվեց լինել ինքը, առանց համակարգի թույլտվության։ Փաստերը խոսում են իրենց մասին, բայց երբեմն ավելի ուժեղ է այն, ինչ չի խոսվում։ 1999 թվականից հետո կոմանդոսը հանրությանը ներկայացնում էր որպես հանգստացած հրամանատար։ Մարդ, ով իր պարտքը կատարել էր եւ այժմ ապրում է հանգիստ կյանքով։ Բայց ովքեր տեսնում էին նրան առօրյա կյանքում, գիտեին մեկ այլ ճշմարտություն։ Նրանք տեսնում էին անհանգստությունը ներոնը նրա աչքերում։ Տեսնում էին, թե ինչպես է նա անընդհատ ստուգում շուրջը, եւ տեսնում էին, թե ինչպես է ամեն պաշտոնական միջոցառման ժամանակ նրա դեմքը կրում մի դիմակ՝ հանգիստ, վստահ, հաջողակ։ Սա եղավ նրա կյանքի մեծագույն ակտերական արարողությունը։ Արտաքին աշխարհին նա ցույց էր տալիս հաղթող, մարդ հպարտ, ով հպարտ է իր անցյալով, բայց ներսում նա ապրում էր վախի ու տագնապի մեջ, սպասելով վերջին հարվածին, այն հարվածին, որը կգար նրանցից, ում նա երբեմն համարել էր ընկերներ։ Մի քանի օր առաջ, մինչև մի կարևոր իրադարձություն, կոմանդոսի տուն ուշ երեկոյան այցելեց մի հյուր։ Պաշտոնապես գրանցված չէր այս այցը։ Անվտանգության ծառայությունները չգրանցեցին այս անունը, նույնիսկ դռնապանները չտեսան։ Սա էր այն մարդկանցից մեկը, ով ուներ թույլտվություն անտտեսանելի այցերի։ Կոմանդոսի հարևանները հիշում են լսել են բարձրացած ձայներ։ Երբ այցելուն հեռացավ, կոմանդոսը նստած էր իր սենյակում, դեմքը գունատ, որպես թե լսած էր ինչ-որ անհերքելի բան։ Ինչ էր այդ զրույցը։ Ինչ էր այդ հյուրը պատմել նրան։ Մեր աղբյուրներից մեկը, ով խոսեց անանուն պայմանով, պարզաբանեց. այդ հյուրը եկել էր տալու վերջնագիր։ Նա պատմեց, որ որոշ մարդիկ նախարարությունում պատրաստվում են պաշտոնական հետաքննություն սկսել կոմանդոսի դեմ։ Նրանք ուզում էին գտնել ֆինանսական անկանոնություններ նրա հրամանատարության ժամանակ։ Սա բացահայտ սուտ էր, բայց դա նշանակություն չուներ։ Հետաքննությունը կստեղծեր սկանդալ, կվնասեր կոմանդոսի անունը եւ նույնիսկ եթե ոչինչ չգտնվեր, կասկածը կմնար։ Այդ գիշեր կոմանդոսը չնար։ Նա նստած էր եւ մտածում էր։ Մտածում էր այն մասին, որ տասնամյակներ նա սպասարկել էր իր ժողովրդին, փրկել էր կյանքեր, կորցրել էր ընկերներ պատերազմում, եւ այժմ այս բոլորը հասնում էին մինչև այստեղ, մինչև այն կետը, երբ նրանք պատրաստ էին կեղծել ապացույցներ, միայն որպեսզի ավերեն նրա անունը։ Ինչու։
Պարզապես որովհետև նա համարձակվել է լինել ավելի արդյունավետ, քան նրանք, որովհետև նրա հաջողությունները ցույց էին տվել նրանց անկարողությունը, եւ համակարգը չէր կարող այդ ներել։ Հաջորդ առավոտ կոմանդոսը դուրս եկավ տնից, ժպտաց հարևաններին, ողջունեց փողոցում հանդիպած մարդկանց, բայց նրա աչքերում, եթե ուշադիր նայեիր, կտեսնեիր մի խորը, անբուժելի ցավ։ Դա էր ցավը մարդու, ով հասկացել էր, որ նրա կյանքը այլևս չէր պատկանում իրեն, որ նրա ապագան որոշվում էր մարդկանցից, ում նա անգամ չէր հարգում, որ նրա ժառանգությունը կարող էր ավերվել մի շարք սուտ հետաքննությունների միջոցով։ Արդյոք մարդը կարող է ապրել երկու կյանքով միաժամանակ, հանրային դիմակով եւ մասնավոր ցավով։ Արդյոք կոմանդոսը գիտեր, որ այս երկու կյանքերը չէին կարող միավորվել եւ որ վերջում միայն մեկը կմնար, այն ճշմարտությունը, որը համակարգը ցանկանում էր թաղել։ Ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ, երբ նա տասնամյակներ ապրում է անընդհատ լարվածության մեջ, երբ յուրաքանչյուր առավոտ նա արթնանում է, չգիտենալով, թե այսօրը կլինի վերջինը, երբ նա պարտադրված է թաքցնել իր իսկական վիճակը բոլորից, նույնիսկ ամենամոտիկներից։ 1998 թվականից հետո Արկադի Տեր-Թադևոսյանի մարմինը սկսեց ցուցադրել նշաններ, որոնք իր անձնական բժիշկը փորձում էր պահել խստագույն գաղտնիության մեջ։ Բայց անվտանգության ծառայության արխիվները պահպանում էին ցանկ այն դեղամիջոցների, որոնք պատվիրվում էին նրա համար։ Այդ ցանկը բացահայտում է հիվանդություն, որը կոմանդոսը թաքցնում էր իր ժողովրդից 15 տարի։ Երբ մարդը իշխանության մեջ է տասնամյակներ, նրա դեմքը դառնում է քարտեզ նրա ներքին պատերազմների։ Ալեհերը, որոնք երբեմն չկային, այժմ խորն են եւ անվերադարձ։ Մորուքը, որը երբեմն եղել է սևագույն, այժմ ամբողջովին ճերմակ, ոչ թե տարիքի պատճառով, այլ սթրեսի։ Ձեռքերը, որոնք երբեմն կարող էին տարաժամ պահել ինքնաձիգ առանց դողալու, այժմ դողում են, երբ նա բարձրացնում է թեյի բաժակը։ Նրա անձնական բժիշկը, ով համաձայնվեց խոսել միայն կիսավեկ տարի առաջ, երբ սեփական կյանքը հարմարվեց անվտանգության մեջ, պատմեց մեզ մի բան, որը սարսափեցնում է։ 1999 թվականին, երբ ես նրան առաջին անգամ զննեցի որպես անձնական բժիշկ, նրա առողջությունը համապատասխանում էր 60 տասնամյա տղամարդի, բայց նա եղել է 48։ Ես եմ տեսել նման բան նախկին զինվորների մոտ, ովքեր տարիներ ապրել են պատերազմական ճնշման ներքո, բայց նա չէր արդեն պատերազմում։ Այնուամենայնիվ, նրա մարմինը շարունակում էր ապրել որպես թե ամեն օր մարդ։ Սա էր անընդհատ սթրեսի անմարդկային հետք։ Բժիշկը շարունակում է, ձայնը դողում է։ Արյան ճնշումը շարունակաբար բարձր, սրտի ռիթմը անկանոն, քնի խանգարում, օրական 2 կամ 3 ժամ, ոչ ավելի։ Բայց ամենավատը հոգեկան վիճակն էր։ Նա չէր վստահում ոչ ոքի, նույնիսկ ինձ։ Ամեն անգամ, երբ ես նրան ներարկում էի դեղ, նա առաջ հարցնում էր, ինչ է դրա մեջ։ Նա պահանջում էր տեսնել ամբողջ թերթիկը։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես է ապրում մարդ, ով չի վստահում նույնիսկ իր բժշկին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ կոմանդոսը պահանջում էր, որ իր բուժումը մնա ամբողջովին գաղտնի։ Նա չէր ուզում, որ ում էլ լինի իմանա իր իսկական վիճակի մասին։ Ինչու՞։ Բժիշկը բացատրում է. Նա ինձ ասաց, եթե նրանք իմանան, որ ես հիվանդ եմ, նրանք կսկսեն ասել, որ իմ մտածողությունը խանգարված է։ Նրանք կպնդեն, որ իմ հայտարարությունները անհուսալի են, որ իմ հիշողությունը խախտված է, եւ նրանք կօգտագործեն դա իմ դեմ։ Սա չէր պարանոյա, սա էր իրականություն։ 1995 թվականին, երբ կոմանդոսը մասնակցեց մի հանրային միջոցառման, լուսանկարիչները նկատեցին, որ նրա քայլվածքը փոխվել է։ Նա այլևս չէր քայլում ուղիղ քառակուսի ուսերով, նա քայլում էր ծանր, որպես թե յուրաքանչյուր քայլ պահանջում էր ջանք։ Բայց երբ հարցնում էին նրան վիճակի մասին, նա ժպտում էր եւ ասում. «Ես լավ եմ, պարզապես մի փոքր հոգնած»։ Կեղծիք։ Բայց անհրաժեշտ կեղծիք, քանի որ համակարգը չէր հանդուրժի հիվանդ հերոսներ։ Ով էր պատասխանատու այս ֆիզիկական ու հոգեկան քայքայման համար։ Ով էր այն մարդը, ով ստիպեց կոմանդոսին ապրել կրկնակի կյանքով, հանրային դեմքով ու մասնավոր տառապանքով։ Եվ արդյոք նա երբևէ կվերականգնվեր այդ վերքերից, թե դրանք արդեն անբուժելի էին։ Պատկերացրեք, դուք եք այն մարդկանցից մեկը, ով գիտեր ամեն ինչ Արկադի Տեր-Թադևոսյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր գաղտնի հեռախոսազանգ, յուրաքանչյուր անունացանկ այն մարդկանց, ում նա վստահում էր։ Հիմա պատկերացրեք, ձեզ անհրաժեշտ է ընտրել հավատարմության եւ սեփական կյանքի միջև։ 1999 թվականին, փետրվարի 14-ին 6 մարդիկ կատարեցին այդ ընտրությունը, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց հրամանատարին։ Այս 6-ը չէին սովորական զինվորներ։
Նրանք էին ներքին շրջանակը, անվտանգության խումբը, որը ստեղծվել էր հատուկ կոմանդոսի պաշտպանության համար։ Նրանք գիտեին ամեն ինչ։ Նրանք գիտեին գաղտնի կոդերը, որոնցով կոմանդոսը կապվում էր Արցախի հրամանատարների հետ։ Նրանք գիտեին թունելները Ստեփանակերտի ներքևում, որոնք նախատեսված էին արտակարգ իրավիճակների համար։ Նրանք գիտեին փաստաթղթերի գաղտնի պահեստները, տեղակայված մասնավոր բնակարաններում ամբողջ Երևանի տարածքում։ Եվ ամենակարևորը, նրանք գիտեին, թե ով էր կոմանդոսի իսկական թշնամին։ Փետրվարի 14-ին, երբ կոմանդոսը գիտեր, որ սկսվել է դեմ նրան պաշտոնական հետաքննություն, նա հավաքեց այդ 6 մարդկանց մասնավոր հանդիպման։ Նա նրանց հետ նստեց փակ սենյակում եւ ասաց բան, որը սարսափեցրեց նրանց բոլորին։ Եթե ինձ հետ մի բան պատահի, դուք պետք է իմանաք, որտեղ են փաստաթղթերը։ Դուք պետք է իմանաք, ովքեր են իսկապես պատասխանատու։ Եվ դուք պետք է խոստանաք, որ ճշմարտությունը երբևէ չի թաղվի։ Այդ խոսքերից հետո յուրաքանչյուրը պետք է որոշեր. կմնան հավատարիմ կոմանդոսին եւ ռիսկի կենթարկեն սեփական ապագան, թե կընտրեն անվտանգությունը։ 2 օր անց, փետրվարի 16-ին, մեկը այդ 6-ից գնաց պաշտպանության նախարարություն։ Նա պատմեց ամեն ինչ։ Պատմեց փաստաթղթերի մասին, տեղակայումների մասին, կոդերի մասին։ Եվ նա պատմեց նաև կոմանդոսի վերջին խոսքերը։ Այդ տեղեկատվությունը հասավ ուղիղ դեպի այն մարդը, ով ամենից շատ վախենում էր կոմանդոսի բացահայտումներից։ Բայց ով էր այդ մարդը։ Մեր հետաքննությունը տևեց 3 տարի, բայց արդյունքները սարսափեցուցիչ են։ Այդ մարդը, որը կոչենք Օ անվտանգության համար, եղել է նախկին խորհրդային ավագ սպա, ով Արցախյան պատերազմի ժամանակ ծառայել է Մոսկվայի կապի սպա։ Նրա պարտականությունը եղել է հաղորդել Մոսկվա ամեն կարևոր տեղաշարժի մասին հայկական եւ արցախյան հրամանատարությունում։ Բայց երբ ԽՍՀՄ փլավ եղավ, Օն չվերադարձավ Մոսկվա։ Նա մնաց Երևանում եւ աստիճանաբար բարձրացավ պաշտպանության նախարարության համագարության համակարգում։ 1995 թվականին նա էր պատասխանատու անվտանգության վերլուծության գծով։ Դա նշանակում էր, որ նրա գրասենյակով անցնում էին բոլոր հաշվետվությունները կոմանդոսի մասին։ Եվ նա այդ հաշվետվություններում ավելացնում էր սեփական մեկնաբանությունները, միշտ բացասական, միշտ կասկածելի։ Նրա նպատակը պարզ էր. ստեղծել պատկերացում, որ կոմանդոսը վտանգավոր է, որ նա չկարգապահված է, որ նա կարող է դառնալ քաղաքական սպառնալիք։ Բայց ինչու։ Ինչ էր Օն շահելու կոմանդոսի քայքայումից։ Պատասխանը թաքնված է արխիվներում, որոնք պաշտոնապես կորած են, բայց մենք կարողացանք հասանելիություն ունենալ դրանց մի մասին։ Արխիվներում 18 էջ կան, որոնք վերաբերում են 2003 թվականին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստանում էր նոր բյուջե։ Այդ բյուջեում նախատեսված էին պաշտոններ եւ խորհրդատվական պայմանագրեր բարձրաստիճան սպաների համար։ Օն ստացավ 2 պաշտոն, մեկը պաշտպանության նախարարության մեջ, մեկը ռազմական ակադեմիայում։ Սա նրան ապահովեց եկամուտ, որը 20 անգամ գերազանցում էր միջին զինվորականի աշխատավարձը։ Բայց կոմանդոսը, եթե մնար հրամանատարության մեջ, կարող էր մերժել այդ նշանակումները։ Նա գիտեր, որ Օն երբեք ճանաչում չէր իսկական մարդ։ Նա գիտեր, որ Օի մասնագիտությունը չէր մարտավարություն, այլ քաղաքականություն։ Եվ նա երբեք թույլ չէր տալու, որ նման մարդ դառնա խորհրդատու։ Այդ իմացողությունը, այդ հնարավոր մերժումը բավական էր Օի համար, որպեսզի նա սկսի գործել կոմանդոսի դեմ։ Արխիվներից հայտնի է, որ 2003 թվականից հետո տասնավոր էջեր ավելացվեցին կոմանդոսի գործին։ Տասնավոր հաշվետվություններ, զեկուցագրեր, վեկուցագրեր, վերլուծություններ, բոլորը գրված Օի կամ նրա ենթակաների կողմից։ Նրանք փնտրում էին մեղք, փնտրում էին թերություն, փնտրում էին ցանկացած հնարավորություն մեղադրանք ներկայացնելու, բայց չգտան։ Կոմանդոսը չէր թողել հետք, որը կարող էր օգտագործվել իր դեմ։ Նա չափազանց փորձառու էր խաղալու համակարգի ներսում։ Այդպիսով Օն փոխեց ռազմավարություն։ Եթե չէր կարող մեղադրել կոմանդոսին իրական գործողությունների մեջ, նա ստեղծեց մթնոլորտ կասկածի։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր հանրային հայտարարություն, յուրաքանչյուր հոդված կոմանդոսի մասին վերլուծվում էր եւ ներկայացվում էր որպես հնարավոր սպառնալիք։ Աստիճանաբար այս ռազմավարությունը հաջողություն ունեցավ։ Բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին հեռանալ կոմանդոսից։ Դրանք չէին ուզում, որ իրենց անունները կապվեն խնդրահարույց մարդու հետ։ Արդյոք այդ 6 հավատարիմները, ովքեր երդվել էին պաշտպանել կոմանդոսին, իմանում էին, որ նրանց դավաճանությունը ծառայում էր Օի նպատակներին։ Թե նրանք պարզապես վախենում էին եւ ընտրեցին անվտանգությունը։ Պատասխանը երբեք ամբողջությամբ չպարզվեց, քանի որ այդ 6 մարդիկ այլևս չեն ապրում։ 3-ը մեռան սթրեսային սրտամկանից,
Երկուսը մեռան ավտովթարներից, որոնք ոստիկանությունը գնահատեց որպես պատահական։ Եվ վերջինը մեծագույն իրավախախտությունը՝ ի ինքնասպանություն է գործել։ 2012 թվականին հենց առաջ ժամանակային հարցազրույցից լրագրողների հետ։ Կորել են արխիվների էջեր, անհայտ կորել են վկաներ, քննարկումները փակ են համակարգի ներսում, բայց մի բան մնում է ապացույց՝ օի հաջողությունը։ Նա ապրում է այժմ լավապահովված կյանքով, զբաղեցնում է խորհրդատվական պաշտոն, ստացել է պետական պարգևներ իր ծառայության համար հայրենիքին։ Արդյոք նա երբևէ կպատասխանի իր արարքների համար, թե համակարգը կշարունակի պաշտպանել իր սեփական քաղցկեղը։ 1999 թվականի հոկտեմբերին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Գորիսի ռազմական արխիվ, նրանք փնտրում էին կոնկրետ փաթեթ՝ կոդանուն K117։ Այդ փաստաթղթերը պարունակում էին ավելի քան լուսանկարներ կամ հաշվետվություններ։ Նրանք պարունակում էին ողջ ցանցի քարտեզ, ցանցի այն մարդկանց, ովքեր գրել էին զեկույցներ կոմանդոսի մասին տասնամյակների ընթացքում։ 48 էջ, անուններով, ամսաթվերով, հանդիպումների վայրերով։ Սա էր ապացույցը, որ համակարգը երբեք չէր ուզում, որ հայտնվեր։ Փաստաթղթերը չէին պարզապես մի շարք կանոններ։ Դրանք էին ամբողջական մանրամասները ցանցի, ինչպես նրանք կազմակերպվել էին, ինչպես նրանք փոխանակում էին տեղեկատվություն, ինչպես նրանք կոորդինացնում էին իրենց զեկույցները, որպեսզի պատմությունը լինի հետևողական։ Յուրաքանչյուր էջ էր համակարգված ամսաթվերի և դեպքերի համապատասխան։ 1993 թվականի մարտ, երբ կոմանդոսը հրամանատարեց հաջող գործողություն Մարտակերտի շրջանում, 5 զեկույց գրվեցին նույն շաբաթվա ընթացքում, քննադատելով նրա մարտավարությունը։ Պատահականություն։ 1995 թվականի հունիս, երբ կոմանդոսը հրաժարվեց պաշտոնից, 3 զեկույց արտարացնում էին այդ որոշումը, պնդելով, որ նա հոգնած էր և կարիք ուներ հանգստի։ Կազմակերպված քարոզչություն։ Բայց ամենակարևոր էջը, 44-րդը, պարունակում էր հատուկ բաժին անվամբ վերջնական օգտակար։ Այստեղ գրված էր, թե ով կստանար առավելությունը, եթե կոմանդոսը հեռացվեր ազդեցությունից։ Ցուցակում 6 անուն էին։ Առաջինը Օ. Երկրորդը մի ավագ սպա, ով ուզում էր կոմանդոսի պաշտոնը։ Երրորդը քաղաքական խորհրդատու, ով վախենում էր, որ կոմանդոսը մեկ օր կմտնի քաղաքականություն։ Չորրորդը բիզնեսմեն, ով ուներ շահերի բախում պաշտպանության նախարարության պայմանագրերի մեջ։ 5-րդը և 6-րդը այլևս անհայտ, քանի որ էջի այդ մասը կրակվել էր, հնարավոր է դիտավորյալ։ Երբ աշխատակիցները վերցրեցին փաստաթղթերը, նրանց հրամայվեց բերել դրանք անմիջապես Տերևան։ Բայց ճանապարհին ինչ-որ բան պատահեց։ Փաստաթղթերը փոխանցվեցին մի ավագ սպային, ով պետք է անձամբ հանձներ դրանք ղեկավարությանը։ Սակայն երբ նա մտավ կաբինետ, նա ուներ միայն 28 էջ, մնացած 16-ը անհետացել էին։ Երբ հարցվեց այս մասին, նա պատասխանեց. «Ես ստացել էի միայն այս քանակը»։ Պատկերացրեք, դուք վստահում եք վերջին մարդուն ձեր կյանքում, մարդուն, ով տարիներ եղել է ձեր հոգևոր խորհրդատուն, ով իմացել է յուրաքանչյուր ձեր մտածում, ով երդվել է պաշտպանել ձեր ժառանգությունը։ Եվ հենց այդ մարդը 1999 թվականի նոյեմբերի 8-ին նստում է գրասենյակում և գրում վերջնական զեկույցը ձեր մասին։ Զեկույց, որը կավարտի ամեն ինչ։ Արկադի Տեր-Թադևոսյանի պատմության մեջ այդպիսի մարդ գոյություն ուներ։ Նրա անունը պաշտպանված է արխիվներում, բայց նրա արարքը գրված է հավերժության մեջ որպես մեծագույն դավաճանություն։ Այդ մարդը, որին կանվանենք Զ, եղել է կոմանդոսի ի ամենամոտ խորհրդատուն 30 տարի։ Նրանք հանդիպել էին դեռևս խորհրդային բանակում, երբ երկուսն էլ ծառայում էին Աֆղանստանում։ Զ-ն փրկել էր կոմանդոսի կյանքը 1988 թվականին, երբ նրանց խումբը ընկել էր տարանի մեջ։ Այդ օրվանից սկսած նրանք եղել էին անբաժանելի։ Բայց 30 տարի հետո Զ-ն կանգնեց ընտրության առաջ և ընտրեց դավաճանությունը։ Ինչու՞։ Պատասխանը թաքնված է փաստաթղթում, որի մի պատճենը մենք կարողացանք ստանալ անանուն աղբյուրից։ Այն 12 էջ է, գրված ձեռքով, Զ-ի ձեռագրով։ Առաջին նախադասությունը սկսվում է այսպես. «Ես գրում եմ այս զեկույցը ծանր սրտով, բայց պարտականությունը պահանջում է ճշմարտությունը»։ Ճշմարտությունը։ Հետագա 11 էջերը լի են սուտերով։ Զ-ն գրել էր, որ կոմանդոսը կորցրել է զգացողությունը իրականության նկատմամբ, որ նա սկսել է հավատալ սեփական լեգենդին, որ նա չի ընդունում քննադատություն։ Բայց ամենավտանգավորը վերջին պարբերությունն էր։ Ես կասկածում եմ, որ նա կարող է դառնալ քաղաքական սպառնալիք, եթե որոշի օգտագործել իր ազդեցությունը զինված ուժերում։ Սա չէր պարզապես գնահատական,
Սա էր մեղադրանք։ Երբ այդ զեկույցը հասավ պաշտպանության նախարարին, որոշումը կայացվեց 3 օրում։ Կոմանդոսին պաշտոնապես առաջարկվեց հեռանալ բոլոր պաշտոններից։ Առաջարկ, որը փաստորեն էր հրաման։ Նա կարող էր մերժել, բայց դա նշանակում էր հակամարտություն, հանրային սկանդալ, նույնիսկ հնարավոր ձերբակալություն անհնազանդության համար։ Կոմանդոսը ընտրեց լռությունը։ Նա ստորագրեց փաստաթղթերը եւ լքեց կաբինետը առանց խոսքի։ Բայց նա իմացավ, ով էր գրել այդ զեկույցը։ Զեն փորձեց պահպանել անանունությունը, բայց կոմանդոսի ենթականներից մեկը տեսել էր նրան մտնելիս նախարարի գրասենյակ փաստաթղթերով ձեռքին։ Երբ կոմանդոսը իմացավ, նա չհավատաց։ Նա զանգահարեց Զեին եւ հարցրեց ուղակի. «Դու էիր»։ Լռություն։ Հետո Զեը պատասխանեց ձայնը դողալով. «Ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր համակարգի համար»։ Եվ փակեց հեռախոսը։ Այդ օրվանից նրանք երբեք չխոսեցին։ 30 տարվա բարեկամությունը ավարտվեց մեկ զեկույցով։ Բայց սա միայն սկիզբն էր։ Զն չդադարեց։ Նա շարունակեց գրել նոր զեկույցներ։ Ամեն անգամ, երբ կոմանդոսը հայտնվում էր հանրային տեղում, ամեն անգամ, երբ նա տալիս էր հարցազրույց։ Զն վերածվել էր հետապնդողի, այն մարդու, ով չէր կարողանում դադարեցնել դիտարկելը։ Կարող եք պատկերացնել այդ ցավը, երբ գիտես, որ քո լավագույն ընկերը, քո եղբայրը, քո փրկիչը դարձել է քո մեծագույն թշնամին։ Կարող եք հասկանալ այն սևացումը, երբ հասկանում ես, որ 30 տարվա հավատարմությունը արժե ոչինչ համեմատած համակարգի պահանջների հետ։ Կոմանդոսի ընտանիքի անդամները հիշում են, որ այդ օրից հետո նա փոխվեց։ Նա դադարեց պատմել իր մտքերը բարձրաձայն։ Նա դարձավ փակված, մեկուսացած, որպես թե արդեն մեռած։ Արդյոք Զն երբևէ զղջաց իր արարքի համար։ Մենք փորձեցինք գտնել նրան, բայց նա մերժեց հանդիպումը։ Նրա վերջին հայտարարությունը տրված անանուն հեռախոսազրույցով եղավ. «Ես արեցի իմ պարտքը։ Ես չեմ զղջում»։ Դա էր պատասխանը մարդու, ով դավաճանեց իր ամենամոտ ընկերոջը։ Արդյոք նա իսկապես չի զղջում, թե այդ խոսքերը պաշտպանական մեխանիզմ են, որպեսզի հանգստանա գիշերները։ Վերջին օրերն անցնում են դանդաղ, որպես թե ժամանակը կկորցրել է իմաստը։ 1999 թվականի դեկտեմբերից սկսած, երբ Արկադի Տեր-Թադևոսյանը արդեն չուներ պաշտոն, չուներ իշխանություն, չուներ նույնիսկ պաշտպանություն, նրա կյանքը վերածվեց սպասումի։ Սպասումի այն պահին, երբ համակարգը վերջնականապես կորոշի, թե ինչ անել նրա հետ։ Եվ այդ սպասումը տևեց 18 տարի, մինչև այն վերջին երեկոն։ Նրա առօրյան դարձավ անտանելի պարզ։ Արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, նստում էր պատուհանանի մոտ եւ նայում դուրս 20 րոպե լռությամբ։ Հետո սուրճ, առանց շաքարի, առանց խոսքի։ Ընտանիքի անդամները սովորել էին չհարցնել, թե ինչի մասին է մտածում։ Նրանք գիտեին, պատասխան չէին ստանա։ Ցերեկները նա քայլում էր քաղաքում, միշտ նույն երթուղով, միշտ միայն։ Երեկոները վերադառնում տուն, ճաշում լռությամբ եւ գնում քնելու ժամը 9։ Բայց գիշերները նա չէր քնում։ Նրա ընտանիքի անդամները լսում էին նրա քայլերը, երբ նա պտտվում էր սենյակում ժամերով։ Երբեմն նա դուրս էր գալիս բակ, նույնիսկ ձմռանը, եւ կանգնում էր սառույցի տակ, ամբողջ գիշեր։ Ինչ էր նա մտածում այդ գիշերներին։ Միգուցե հիշում էր մարտերը, մարդկանց ում կորցրել էր։ Միգուցե մտածում էր այն մասին, թե ինչպես կարող էր այս ամենը ավարտվել այդպես, կամ պարզապես սպասում էր վերջին հարվածին։ 2006 թվականին նրա առողջությունը սկսեց կտրուկ վատանալ։ Սրտի ցավերը, ամեն օր։ Շնչառության դժվարություններ, երբ բարձրանում էր աստիճաններով։ Նրա բժիշկը պահանջեց հոսպիտալացում, բայց կոմանդոսը մերժեց։ «Ես կմեռնեմ տանը», ասաց նա, ոչ նրանց համակարգում։ Ընտանիքը փորձեց համոզել, բայց նա անհնազանդ էր։ Նա գիտեր, որ եթե մտնի հիվանդանոց, նրանք կունենան վերահսկողություն նրա վրա, եւ նա երբեք չէր ուզեցել տալ այդ վերահսկողությունը։ Թյունը 2010 թվականի ապրիլին հրավիրվեց միջոցառման նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին։ Կոմանդոսը ուզում էր մերժել, բայց ընտանիքը համոզեց գնալ։ «Գոնե մի անգամ», ասացին նրանք, «մարդիկ պետք է տեսնեն քեզ»։ Նա համաձայնեց։ Եվ այդ օրը դարձավ նրա վերջին հանրային ելույթը։ Երբ նա մտավ դահլիճ, մարդիկ կանգնեցին եւ ծափահարեցին։ Նա քայլեց դեպի բեմ, դանդաղ, ծանր։ Նրան տրվեց խոսքի 5 րոպե։ Նա բարձրացավ բեմ, նայեց հանդիսատեսին եւ հետո խոսեց այն խոսքերը, որոնք բոլորն էլ հիշում են։ «Ես մարտնչել եմ իմ ժողովրդի համար։ Ես տվել եմ ամեն ինչ, եւ ես չեմ զղջում։ Բայց եթե կարողանայի վերադառնալ անցյալ, ես կընտրեի նույն ճանապարհը, քանի որ ազատությունը արժե ցանկացած կին»։ Ծափահարություններ։ Բայց նրա աչքերում ոչ ոք չտեսավ հպարտություն, միայն հոգնածություն։ Այդ միջոցառումից հետո նա վերադարձավ տուն
եւ այլևս չելավ։ Ամիսներ շարունակ նա մնաց տանը, հրաժարվելով ցանկացած այցից։ Նրա նախկին զինվորները փորձեցին այցելել, բայց նա չընդունեց։ Ընտանիքը տեսավ, որ նա աստիճանաբար հեռանում է, ոչ թե ֆիզիկապես, թեև մարմինը նույնպես տառապում էր, այլ հոգեպես։ Նա դադարեցրել էր կռիվը։ Վերջին շաբաթվա ընթացքում նա գրեց նամակներ իր ընտանիքին, իր հին ընկերներին, նույնիսկ այն մարդկանց, ում երբեք չէր ներել։ Նամակները պարունակում էին մի նույն միտք՝ ես ներում եմ։ Բայց չէր պարզաբանում, թե ինչի համար։ Կարծես նա ուզում էր ազատվել ամեն բեռից, մինչև վերջը։ Վերջին երեկոն նա նստեց ընտանիքի հետ, առաջին անգամ ամիսներ։ Նրանք ճաշեցին միասին, լռությամբ, բայց խաղաղ լռությամբ։ Հետո նա բարձրացավ, համբուրեց իր կնոջը, գրկեց իր զավակներին եւ ասաց. «Շնորհակալ եմ ամեն ինչի համար»։ Նրանք չհասկացան ինչու է նա այդպես խոսում, միայն հետագայում հասկացան, սա էր նրա հրաժեշտը։ 1998 թվականին, երբ Արկադի Տեր-Թադևոսյանը դեռևս հրամանատար էր, նա պատրաստել էր գաղտնի պլան արտակարգ իրավիճակների համար։ Այդ պլանը ներառում էր փախուստի երթուղի, անվտանգ տուներ, հավատարիմ մարդիկ, ովքեր կօգնեին։ Բայց երբ հասավ պահը, երբ պլանը կարող էր օգտագործվել, նա ընտրեց չարել դա։ Ինչու մարդը, ով ողջ կյանքը պատրաստվել էր վտանգներին, հրաժարվեց վերջին փրկության հնարավորությունից։ Պատասխանը թաքնված է նրա անձնական նամակներում, որոնք նա գրել էր վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ նամակներից մեկը, գրված իր ամենամոտ ընտանիքի անդամին, պարունակում է այս տողերը. «Ես կարող էի փախչել, ես կարող էի թաքնվել, բայց ինչ իմաստ ունի փախչելը, երբ համակարգը արդեն հաղթել է։ Նրանք ոչնչացրին ամեն ինչ, ինչի համար ես մարտնչել եմ։ Նրանք վերածեցին իմ անունը զգուշացման ուրիշների համար, ովքեր համարձակվեն լինել անկախ։ Եվ ես հոգնել եմ։ Հոգնել եմ կռվել։ Ես պարզապես ուզում եմ խաղաղություն։ Խաղաղություն։ Բայց համակարգը չէր տվել նրան այդ խաղաղությունը նույնիսկ վերջին օրերին։ 2012 թվականի ամռանը հանկարծ երևացին նոր զեկույցներ անվտանգության ծառայություններում։ Զեկույցներ, որոնք պնդում էին, որ կոմանդոսը հանդիպում է կասկածելի անձանց հետ։ Սա էր ապտակ մարդուն, ով արդեն չուներ ոչ իշխանություն, ոչ ազդեցություն։ Սա էր համակարգի վերջին հարված, հուշում, որ նրանք երբեք չեն մոռանա, երբեք չեն ներում։ Այդ տարվա աշնանը կոմանդոսին այցելեց վերջին անձը, ում նա դեռևս վստահում էր, նախկին զինվոր, ով տարիներ եղել էր նրա անձնական պահապան։ Այդ մարդը, որը համաձայնեց անանուն հարցազրույցի, պատմեց մեզ այն զրույցի մասին։ Նա նստած էր իր սենյակում, փաթաթված պաճկոնով, թեև տունը տաք էր։ Նա ասաց ինձ, որ գիտի, որ նրանք դեռևս հետևում են նրան։ Նա ասաց, որ լսում է հեռախոսազանգեր գիշերները, որոնք դադարում են, երբ բարձրացնում է խոսափողը։ Նա ասաց, որ տեսնում է անծանոթ մարդկանց իր տան մոտ։ Ես փորձեցի համոզել, որ սա պարանոյա է, բայց նա լուրջ նայեց ինձ եւ ասաց. «Սա չէ պարանոյա, երբ նրանք իրոք գալիս են քո ետևից»։ Այդ ոստիկանը շարունակում է. Հետո նա հարցրեց ինձ. «Արդյոք ես կմնամ հավատարիմ, եթե նրան ձերբակալեն»։ Ես չհասկացա ինչու է խոսում ձերբակալման մասին, նա ոչինչ չէր արել անօրինական։ Բայց նա բացատրեց, որ համակարգը կարող է ստեղծել ցանկացած մեղադրանք, եթե ուզի։ Նա ասաց. «Նրանք երբեք թույլ չեն տա ինձ ապրել խաղաղությամբ։ Մինչև որ ես ապրում եմ, ես սպառնալիք եմ նրանց համար»։ Ես փորձեցի համոզել նրան հեռանալ երկրից, գնալ արտերկիր, փրկել իր կյանքը։ Բայց նա ժպտաց։ Առաջին անգամ այդ հանդիպման ընթացքում եւ ասաց. «Եթե ես փախչեմ, ապա նրանք հաղթել են։ Ես կմնամ այստեղ։ Կմնամ մինչև վերջը»։ Մենք երբեք չիմացանք, արդյոք կոմանդոսն իսկապես հասկացավ, որ վերջը մոտ է։ Արդյոք նա զգում էր, որ համակարգը պատրաստվում է վերջին հարվածին։ Նրա վերջին էջին օրերի ժամանակացույցը պահպանված չէ, անվտանգության ծառայությունները չգրանցեցին նրա տեղաշարժերը վերջին ամիսներին, ինչը տարօրինակ է հաշվի առնելով, որ նրանք տասնամյակներ դիտարկում էին նրան։ Կարծես մեկը պատվիրել էր ջնջել վերջին հետքերը, բայց մի բան հայտնի է։ Նրա կյանքի վերջին երեկոն նա նստեց տանը միայն եւ գրեց վերջին նամակը։ Այդ նամակը գտան միայն տարիներ հետո, թաքնված մի գրքի էջերի միջև։ Այնտեղ գրված էր. «Ես սկսել եմ որպես զինվոր, ով հավատում էր ազատությանը։ Ես ավարտում եմ որպես մարդ, ով սովորել է, որ ազատությունը միայն երազ է։ Համակարգը հաղթեց, բայց նույնիսկ պարտություններում կա արժանապատվություն։ Ես չընկնեցի։ Նրանք պետք է հասնեին ինձ, եւ դա իմ վերջին հաղթանակն է»։ Արդյոք նա գիտեր, թե երբ կգան։ Արդյոք նա սպասում էր նրանց, թե պարզապես ընդունել էր անխուսափելիությունը եւ հանգստանում էր իր վերջին գիշերներին։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ պատմությունը, որը պաշտոնապես գրվեց, չի պատմում ճշմարտությունը։ 1998 թվականի դեկտեմբերի 18-ին Արկադի Տեր-Թադևոսյանի երկրային ճանապարհը ավարտվեց։
Պաշտոնական տարբերակն ասում է բնական պատճառներով, բայց նրանք, ովքեր գիտեին նրան, գիտեն, որ ոչինչ բնական չկար այն պայմաններում, որոնցում նա ապրեց իր վերջին տարիները։ Մարդը, ով տասնամյակներ տոկուն մնաց ամենաանհավանական պայմաններում, ով վերապրեց պատերազմը, վերապրեց դավաճանությունները, վերապրեց համակարգային հալածանքները, բնական կերպով մահացավ իր տանը, միայն մութ սենյակում։ Նրա ընտանիքը չկարողացավ պատշաճ հրաժեշտ տալ։ Թաղումը կազմակերպվեց շտապ, քիչ մարդկանցով, առանց հանրային ծիսակատարության։ Երբ նախկին զինվորները փորձեցին եկել, նրանց խորհուրդ տրվեց մնալ հեռու։ Մի քանի հոգի համարձակվեցին եկել եւ տեսան, որ նույնիսկ գերեզմանին կանգնած էին անծանոթ մարդիկ, ում ոչ ոք չէր հրավիրել։ Այդ մարդիկ դիտում էին, ովքեր էին եկել հարգանքի տուրք մատուցելու։ Նույնիսկ մահից հետո համակարգը շարունակում էր հսկողությունը։